Պարոն Ալեքսանյան, երեք վարչապետը եղել է Գյումրիում եւ գալամիջոցառման ժամանակ ելույթ է ունեցել, մասնավորապես անդրադառնալով Գյումրու ընտրություններին, նա նշել է, որ առնետներին պետք է ուղարկել իրենց առնետային նկուղները, Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելիս մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքները եւ հիշողություն արտահայտեն քվեարկությամբ։ Ինչպես կմեկնաբանեք վարչապետի այս հայտարարությունը։ Դե վարչապետը կարծում եմ շատ հակիրճ, համառոտ եւ դիպուկ կերպով նկարագրել է տեղի ունեցողը Գյումրիում, որովհետեւ տարատեսակ քաղաքական կամ կիսաքաղաքական, կիսաքրեական երևույթներ Գյումրիում դուրս են եկել իբրև թե ընտրապայքարի, իսկ իրականում ապօրինի գույքի պաշտպանության ճակատամարտի որպես այդպեսին։ Մի մասը դա արել է սեփական ապօրինի գույքը պաշտպանելու համար, մյուս մասը դա արել է քաղաքական շեֆերի ապօրինի գույքը պաշտպանելու համար։ Վառ օրինակ Միքայել Մինասյանից վերջերս նրա հետ փոխկապակցված անձանցից վերջերս պետությանը բռնականցված մի քանի միլիարդի արժողությամբ հայտնի ռադիոկայանը Սևանի, որը ռազմավարական նշանակության օբյեկտ է, սակայն գտնվում էր նրա տիրապետության տակ եւ վերջերս վերադարձվեց պետության, հիմա արդեն խոսում է պղնձամոլիբդենային կոմբինատում նրա 12.5%, եթե չեմ սխալվում, բաժնեմասի մասին, որը ձեռք է բերել, չգիտես ոնց 50,000 դրամով եւ օտարել 30 միլիարդով։ Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված այլ անձանց ապօրինի գույքերի, Ռոբերտ Քոչյանի հետ փոխկապակցված այլ անձանց ապօրինի գույքերի մասով այդպես միլիարդավոր դոլարների կարելի ասել ապօրինի գույքերի բռնագանձման հետ մենք գործ ունենք ու լավն է նա, որ այս գործերը արդեն հասել են դատական փուլ եւ հիմա արդեն դատարանները ամեն օր կամ ամեն շաբաթ առնվազն վճիռներ են կայացնում պետությանը վերադարձնելով հաճախ մի քանի միլիոն դրամանոց, իսկ հաճախ նաև մի քանի միլիարդ դրամանոց գույքեր։ Եվ հենց այդ վարչապետը, որ պարբերաբար ասում է հատիկ առ հատիկը հենց դրա մասին է, որ վերադարձվելու է պետությանը ինչպես մի քանի միլիարդ արժողություն ունեցող գույքը, այլ նաև մի քանի միլիոն դրամ արժողություն ունեցող գույքը, ընդհանրապես $10,000 գույքը եւս վերադարձվելու է պետությանը։ Դուք նույնպես կարծում եք, որ Գյումրի ընտրությունների ելքը կկանխորոշի այս ուժերի հետագա գործունեությունը եւ հաշվի առնելով, որ այս ուժերը սեզոնային պայքարի սիրահար են, օրերը տաքացել են, ինչ եք կարծում, այս ուժերի փողոցային պայքարը բացառում եք։ Իհարկե բացառել պետք չի, առնվազն, ինչպես շատ ճիշտ նշեցիք, օրերը տաքանալուն պես հիմա պիտի դուրս գան փողոց, հատկապես որ եկող տարին նախընտրական է, այս տարին նախընտրական է, ու պիտի դիրքավորվեն որպես ընդդիմության առաջամարտիկ, հիմա պայքար է գնալու իրականում իրար ներսում փողոցի համար, թե ով ավելի լավ կկարողանա փողոցում ընդդիմադիր շարժում գեներացնել, հերթական ապագայում միանշանակ ձախողվելիք ընդդիմադիր շարժման մասին է խոսքը, հիմա այդ պայքարն են իրար մեջ տանում, նաև փոխադարձ այսպես անվանարկումներով, փորձելով ավելի լավ դիրքավորվել 26 թվականի ընտրություններից առաջ։ Վարչապետը այսօր մի քանի գրառում է արել Facebook-ում, ընթերցեմ դրանցից մեկը, ընտրակեղծարար ուզուրպատորներ, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք դա չեք ասի, ես ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես, որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու լուծարվելու իրեն ուղղված հրահանգին եւ հնազանդ կատարի այդ հրահանգը։ Այն ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է։ Խնդրեմ սա եւս մեկնաբանեք։ Դե կարծում եմ, այստեղ առավել եւս մեկնաբանելու ոչինչ չկա, որովհետեւ ակնհայտ է, թե ինչ նկատի ունի վարչապետը, ակնհայտ է, թե ինչի մասին է խոսքը ու բոլորը տեսել են ու բոլորը վստահաբար հասկանում են ինչի մասին է խոսքը։ Հայաստանի էներգետիկի ենթակառուցվածքը այլ պետության տալու մասին է խոսքը իմ ընկալմամբ, Հայաստանի Հանրապետությունը տարատեսակ վերպետական բաների մեջ ընդգրկելու մասին է խոսքը իմ ընկալմամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակը անասելիորեն ցածրացնելու մասին է խոսքը իմ ընկալմամբ երկրորդ ու երրորդ նախագահների կողմից։ Վարչապետը իդեպ անդրադարձել է նրանց, նշելով, որ երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատում վիճում են, թե ով է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը։ Իդեպ վարչապետի այս գրառմանը արձագանքել է նաև Ռոբերտ Քոչյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Նիկոյանը։ Կներեք, ելի թույլ տվեք աղբանոցից հնչած հայտարարություններին չարձագանքել։
Եվ քանի որ դուք նույնպես նշեցիք, որ Քոչարյան-Սարգսյան կարծեք թե ինչ որ փոխհրաձգություն է սկսվել, ինչու է հիմա դա սկսվել։ Իսկապես ընտրություններից առաջ Ես չեմ կարծում, որ հենց հիմա է սկսվել, ես կարծում եմ այդ ամեն ինչը այսպես հետնաբեմում շատ ավելի երկար ժամանակ է ինչ տեղի ունենում, հիմա ուղղակի ի ցույց են դրել ամեն ինչ, բայց ես կարծում եմ դրա վրա սևեռվել առհասարակ պետք չի։ Պետք է ուղղակի հասկանալ, թե որ այդ մարդիկ փորձում են ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հերթական անգամ նսեմացնել։ Մեկը մյուսին մեղադրում է, թե դու քաղաքացիներին դու ես տարել լցրել հրապարակը, այն մեկն է մեղադրում է, չգիտեմ, մի խոսքով քաղաքացիներին ինչ որ անշունչ, անկամք սեփական մտածելու ունակությունը չունեցող ինչ որ մի երևույթների տեղ դնելու մասին է իրենց հայտարարություններում խոսքը, թե իբր քաղաքացիները ինքնուրույն չէին կարող որոշում կայացրել, չեն կայացրել եւ հիմա չեն կայացնում եւ ապագայում չեն կայացնելու։ Նրանց այդ վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ մշտապես է եղել դա, հիմա էլ է շարունակում մնալ դա ու միանշանակ է, որ հենց դրա պատճառով նրանք երբեք չեն կարող արժանանալ քաղաքացիների վստահության։ Այս շատերը կարծում են, որ նրանք այդ երկու թևերը պայքարում են 2026 թվականին ընդդիմության առաջին տեղը լինելու համար։ Դուք ինչ կասեք։ Հավանական է, առաջին տեղը չէ, իմ կարծիքով ավելի շուտ պայքարում են անցողիկ շեմը հաղթահարելու համար, որտեղ ակնհայտ է, որ երկուսից մեկը երկուսը միաժամանակ չեն հաղթահարելու անցողիկ շեմը։ Դա ակնհայտ է։ Եվ խոսենք նաև առաջիկայում սպասվելիք Գյումրու ընտրությունների մասին, դուք նույնպես երեկ ներկայ եք եղել այդ գալա միջոցառմանը, ձեր տեխնացուի մասին կխնդրեմ ասեք ինչ ակնկալիքներ ունեք իրենից եւ արդյոք նա կհաղթահարի այդ կարևոր շեմը։ Դե կարծում եմ, որ պարոն Մինասյանը արդեն այս կարճ ժամանակահատվածում իրեն դրսևորել է որպես բանիմաց, որպես աշխատող ու ինչն ամենակարևորը քաղաքացիներից չխուսափող, այլ հակառակը քաղաքացիների հետ հանդիպումներ փնտրող, քաղաքացիների խնդիրները լսող, արձանագրող ու դրանց հնարավորության չափով լուծում տվող համայնքապետի պաշտոնակատար ու կարծում եմ, որ սա պետք է որ գնահատվի գյումրեցիների կողմից։ Իդեպ ընդդիմադիր մամուլը գրել էր, թե վարչապետին շատ վատ են ընդունել։ Դուք որպես այդ նաև զբոսանքին մասնակից մարդ ինչ կասեք։ Ընդդիմադիր մամուլին խորհուրդ կտամ, որ իրենց քաղաքական շեֆերի վերցնի, գնա Գյումրիով նկարի, ցույց տա, թե որն է լավ ընդունելությունը, օրինակ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին պատկանող այդ լրատվականները, թող ամեն մեկը Սերժ Սարգսյանի թևից, մեկը Ռոբերտ Քոչարյանի թևից վերցնեն, տեսախցիկները միացնեն, Գյումրիով քայլեն, մենք էլ տեսնենք, թե որն է լավ ընդունելությունը, որտեվ մեր ընկալմամբ այն ինչ մենք ենք տեսնում, դա է լավ ընդունելությունը, բայց եթե իրանք պնդում են, որ դա վատ ընդունելությունն է, ապա թող ցույց տան մեզ իրենց օրինակով, օրինակ, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը թող Գյումրու փողոցներով քայլի, կամ Սերժ Սարգսյանը, հատկապես Սերժ Սարգսյանը, թող Գյումրու փողոցներով ասենց թևանցուկ քայլի ընդդիմադիր իրեն պատկանող լրատվականների հետ, մենք էլ տեսնենք այդ լավ ընդունել։ Կարա իդեպ իր թևերի տակ պահի նաև իր կողքը, այսպես իր կողքը պահի իր երկու տեխնացուներին առաջադրած համայնքապետի Գյումրիում, Մարտուն Գրիգորյանին, Ռուբեն Մխիթարյանին իր կողքը պահելով թող այդպես երեքով քայլեն, մենք էլ տեսնենք որն է լավ ընդունելությունը, զարմանանք, սովորենք, ուսանենք, ինչու ոչ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։